Հազարամյակներ է մարդկային պատմությունը, սերունդներ եկել են ու գնացել են, մեղավոր մարդկություն, բազմաթիվ ու բազմապիսի հանցանքներ, սպանություններ, մարդու դիմաց և շատ հաճախ դրանք չեն բացահայտվել, եթե վկաներ եղել են, նրանք էլ մահացել գնացել են, հետևաբար գետինը իր մեջ շատ գաղտնիքներ է պարունակում, հաճախ ասում են, այդ Աստծուն, որ դուք դավանում եք և ասում եք արդար Աստված է, ինչու չի բացահայտում այդ ամեն հանցանքները, այն ժամանակ թույլ է տվել, հիմա գոնե թող բացահայտի, այդ հանցանքները, որ կատարվել են, դրա մեջ Աստված որևէ կապ չունի, որովհետև դա մարդու չար սրտի արտադրանքն է, և հետո Աստված ասում է, ով ես ով դու մարդ, որ Աստծուն ասես, այսինչ բանը ինչու այսպես չէ, Աստված մարդու առջև հաշվետու չէ, եղած գաղտնիքները, որ մնացել են, սպանություններ չեն բացահայտվել, հանցանքներ ու հանցանքների տեսակներ չեն բացահայտվել, Աստծո դատաստանի աթոռի առջև ամեն բան պիտի բացահայտվի, ամենայն մանրամասնությամբ, որևէ հանցանք անպատիժ չի մնալու, Աստված արդար Աստված է, ասում են Հիտլերի ձեռքը չբռնեց Աստված, այդքան մարդու կյանք խլվեց, և Հիտլերն էլ մեռավ, ինչ եղավ, ոչնչացավ, ոչ, Հիտլերը դժոխքում չարչարվում է,
Սակայն երբ որ Ճերմակաթոռի դատաստանի առջև ներկանա, այդ բոլոր կատարած հանցանքների, այդ թափված ամբողջ արյան պատասխանատուն ինքն է, իր ձեռքերից պիտի պահանջվի, եւ ծծումբով այրված կրակի լիճը սարսափելի մի տեղ տանջանքի, նա իր հասանելիք պատիժը արդարությամբ պիտի ստանա։ Տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում, Հայտնության 18-րդ գլխի մեջ կարդում ենք հետևյալը։ Հայտնության 18:5-ից 7 համարները կարդանք։ Վասնզի ատոր մեղքերը, հիմա ընդհանրապես Բաբելոնի անկման մասին է խոսում, բայց անհատների վրա էլ կարող ենք վերցնել, միջև երկինք հասան ու Աստված անոր անիրավությունները հիշեց, հատուցանեցեք ատոր, ինչպես ինքը հատուցանեց, եւ իր գործերի համեմատ կրկնապատիկ փոխարինեցեք անոր։ Այն գավաթը, որ ինքը լեցրեց, կրկնապատիկ լեցրեք իրեն, որ չափ որ փառավորեց զինք ու զեղությամբ ապրեց, այդ չափ տանջանք նրան պիտի հասնի։ Հետևաբար Աստված արդար է եւ ամեն հանցանք իր պատիժը պիտի ստանա։ Գաղտնի են մնացել այդ հանցանքները, Աստված վեր պիտի հանի։ Ամեն մարդու կյանքը պիտի ցույց տրվի, թե ինչպիսի կյանք նա ապրեց։ Լավ, եթե մարդու կողմից գաղտնի ծածուկ բաներ կան, եւ գիտենք, որ կան, եւ դա շատ բնական է, մեղավոր մարդը միշտ էլ աշխատում է իր հանցանքները ծածկել։ Թվում է, թե Աստծո կողմից ծածուկ բաներ չպիտի լինեն։ Բայց բանից պարզվում է, որ կա, եւ եկեք իր խոսքի միջոցով այն բացահայտենք, կարդանք, տեսնենք ինչի մասն է խոսքը։ Մատթեոսի 11-րդ գլուխ 25 համարից Հիսուս ասաց. շնորհակալ եմ քեզ ով Հայր, Տեր եկնի ու եկրի, որ այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններից ու գիտուններից եւ տղայոնց հայտնեցիր։ Այո, ով Հայր, վասնզի քո առջևդ այսպես հաճելի եղավ։ Ծածուկ պահեցիր, այսինքն Աստված էլ գաղտնիքներ է պահում, գաղտնի է թողնում, պիտի քննենք։ 3 հարցի պատասխան պիտի ստանանք այս կարդացածի ընթացքում։ Ովքեր են իմաստունները, ովքեր են տղաները, եւ այդ ասված ծածուկը իրենից ինչ է ներկայացնում։ Իմաստուն սոֆոս հունարենով, եւ եթե բառարաններ փնտրեք, նրանց մեջ նայեք իմաստություն ինչպես է բացատրվում, մտավոր մեծ կարողություններով օժտված մեկը, շատ խելացի, իմաստալից բաներ խոսող, ասող, այսինքն ասողիկ, բազմակողմանի զարգացած, կշռադատված մեկը։ Օրինակ, հին Հունաստանում բոլոր փիլիսոփաները համարվում էին իմաստուններ։ Աշխարհարչակ Արիստոտել, լսել եք, վստահ լսած կլինեք, նրա խրատը Ալեքսանդր Մակեդոնացուն, մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացուն։ Գաղտնիքը երբեք մի ասա երկու մարդու, քանի որ այն բացվելու դեպքում չես իմանա, թե ումից դուրս եկավ։ Շարքային մտքի պտուղ 2300 տարի առաջ է ասել, մի քիչ ավելի առաջ, միջև օրս սա մեջ բերում են անում, ինչ իմաստուն խոսք։ Սովորական միանձնավորությունն էլ այդքանը կարող է տրամաբանել, որ եթե երկու հոգու գաղտնիք հայտնեց, մեկն ու մեկից դուրս կգա, էլի անպայմանորեն։ Արիստոտել, Պլատոն, Սոկրատես, Հոմեր հարցնում են, իսկ դուք արդյոք կարդացել եք Օմար Խայամ։ Այո, կարդացել ենք, հետո ինչ։ Չափանիշ է։ Խորը մտքեր է ասել, բայց դա մեզ համար չափանիշ չէ։ Կամ դուք կարդացել եք Աբու Բաքր Մուհամմադ Ռազի։ Չենք կարդացել ու պարապ ժամանակ չենք դնի կարդալու։ Հանրայդ Էմանուել Կանտ, Ֆրիդրիխ Նիշե։ Գիտեք ես վերջինը, ում գաղափարախոսությունը դարձավ հիմքը ֆաշիզմի։
գրել է եւ բազմիցս հասարակության մեջ հայտարարել է, որ Աստված մեռած է։ Եվ ամեն անգամ ասել է՝ պիտի ապացուցենք, որ Աստված մեռած է։ 44 տարեկանում դառնում է կատվածահար։ Գիտեք ինչ է սա նշանակում։ Հա? Paralyzed։ Պարալիզացված, հայերենի ու ռուսերենի խառնուրդով, որ դա էլ հասկանաք։ Նաև ախտացած սրտանոթային հիվանդությամբ մի քանի տարի հետո մեռնում է, վստահ դժոխքի մեջ նա հասկացավ, որ Աստված կենդանի է։ Սաղմոս 14:1, Սաղմոս 53:1 անզգամը իր սրտի մեջ ասավ Աստված չկա։ Իրենց սրտի մեջ շատեր կան ասող, ոմանք էլ խոստովանում են ուղղակի, ասում են Աստված չկա։ Ուրեմն ըստ Աստծո խոսքի նրանք կրկնակի անզգամներ են։ Ապականեցին եւ պիղծ գործեր արեցին, ասում է Տերը։ Մեծ մտածողներ, հայտնի փիլիսոփաներ առանց Աստծու ոչնչություն են, որքան էլ որ խորը մտքեր գրված լինի իրենց կողմից։ Մարդկության մեջ գնահատված են, թող գնահատվեն։ Թե փիլիսոփաները եւ թե փիլիսոփայությունը նմանեցվում է հետեւյալին։ Մութ սենյակում սև կատու փնտրողներ, որ այդ կատուն այնտեղ չէ։ Փնտրեք ու փնտրեք։ Հռոմեացիս 1:22 համար ինչ ասում։ Իրենք իմաստուն են ասեցին ու հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին ստեղծված բաների փառքի։ Հեթանոսները արդեն ամեն տեսակ մարդկային պատկերով, անասնական պատկերով, կուրքեր, ներկայիս էլ 21-րդ դար, եթե ուզում ես կենդանիների պաշտամունք տեսնել, գնա Հնդկաստան, ամեն տեսակ կենդանիներ, պաշտում են ուղղակի։ Լավ, իմաստության սկիզբը որտեղ է։ Որտեղից է սկսում իմաստությունը, Աստված է հայտնում։ Եկեք կարդանք առակաց Proverbs, առաջի գլուխ 7 համարը կարդանք։ Իմաստության սկիզբը Տերոջը վախն է, բայց հիմարները իմաստությունն ու կրթությունը անարգում են, աստվածային կրթությունը։ Նաև 5 համարը իմաստունը թող լսե եւ իր իմաստությունը ավելացնե ու հանճարեղ մարդը խոհեմություն ստանա, որտեղից Աստծո խոսքից։ Մարդը որքան էլ մեծ մտածող համարվի աշխարհի մեջ, եթե աստվածային իմաստությունը չունի, իր մարդկային չափանիշներով իմաստությունը Աստծո մոտ ոչնչություն է։ Թե մարդիկ զմայլվեն նրա ասած խոսքերով։ Ուրեմն Տիրոջ հանդեպ ունեցած վախը եւ հետաքրքիր է, միշտ մենք այս համարը հիշում ենք, չէ՞ առակացի։ Բայց գիտեք որ Սողոմոնից շատ ավելի առաջ Հոբը իր գրքի մեջ այդ մասին գրել է։ Եկեք կարդանք Հոբի ուրեմն 28-րդ գլուխ եւ 28 համարը։ Տիրոջ վախն է իմաստությունը ու չարությունից ետ քաշվելը հանճար է։ Մի ուրիշ տեղ էլ ասում է մեղքից փախնելը հանճար է։ Ուրեմն ոչ թե շատ գիտենալը, տեղեկացված լինելը, ամեն բանից գաղափար ունենալը, հայտնագործություններ արած լինելը, որոնք բոլորն էլ լավ են աշխարհի սկզբունքներով, չէ՞։ Բայց Աստված դրանք իմաստություն չի համարում։ Թող մարդիկ ասեն իմաստուն, Աստծո առջև ոչինչ է։ Wisdom, being wise, այլ ով է իմաստուն, իմաստուն է նա, ով որ ճանաչում է իր ստեղծիչ եւ փրկիչ Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, ճաշակել ոչ թե գործնականորեն միայն, այլ նաեւ այդ ճաշակելը պիտի լինի մարդու կյանքի մեջ, նախ եւ առաջ իր սրտի մեջ վերստին ծնունդով,
Մարդը կարող է հերրակա կարգով ճանաչել Հիսուսը փրկիչ է, գրված է եւ այլն, բայց անհատապես Աստված մարդու հետ անհատապես է գործում։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ Քրիստոս քաղցր է։ Հիսուսի մեջ է իմաստության եւ գիտության բոլոր գանձերը, գաղտնիքները, այսինքն գանձարանը այնտեղ է։ Սոֆոս իմաստուն, իսկ իմաստություն Սոֆիա։ Տարածված անուն է, բոլոր ազգերի մեջ կա, հայերի մեջ եւս կա։ Սոֆիա։ Եթե մեկի անունը Սոֆիա է, եւ նա իմաստության ու գիտության գանձերի Տիրոջը Հիսուս Քրիստոսին չի ճանաչում, ինքը իր անվանը չի համապատասխանում։ Դրա համար կոչվում է Սոֆիկ։ Հիսուսի միջոցով ենք իմանում ամեն բանի սկիզբը եւ վախճանը։ Անհատապես որտեղից ենք գալիս, ինչպես ենք ծնունդ առել, հեշտ բացատրում։ Բա մեր ծնողները չծնվեցինք, բա մեր ծնողները ումից ծնվեցին, հետո միջև ուր գնաց, գիտեք թե չէ։ Դե ասում են Ադամը եւ Եվան։ Ուրեմն եկաք այս գրքին, չէ։ Ուրեմն Սուրբ գրքին եկաք։ Թե դուք ամիոբաների միացությունից եք առաջացել։ Սաղմոս 19:7 Տիրոջ վկայությունը ինքը իր մասին ճշմարիտ է, տագետին իմաստուն է դարձնում օրհնյալ էստեր։ Եվ ամեն մարդ կարող է այս իմաստությանը տիրանալ։ Ձրիորեն է տրվում։ Առաջի Կորինթացիս լավ հիշենք, առաջի գլուխ եւ 30 համար։ Հիսուս մեր Աստծուց ինչ եղավ, սրբություն, արդարություն, փրկություն, ճշմարտություն, ինչ առաքինություններ որ կան, նաեւ այսօրվա մեր նյութը իմաստություն եղավ։ Ահա իմաստության աղբյուրը։ Ուրեմն իմաստուններ եւ գիտուններ աշխարհի կողմից ընդունված եւ իմաստուններ եւ գիտուններ Տիրոջ կողմից ընդունված շատ մեծ տարբերություն կա։ Հիսուս մեր կարդացածի 25 համարում ինչ ասաց։ Այս բաները ծածուկ պահեցիր իմաստուններից եւ գիտուններից եւ տղայոց հայտնեցիր։ Իմաստունները եւ գիտունները ովքեր են։ Այն ժամանակ Հիսուս խոսում էր, ովքեր են։ Այն ժամանակվա քահանայական կարգը, դպիրները, փարիսեցիները համարվում էին այդ հասարակության ամենաիմաստուն մարդիկ եւ այնքան մարդահնար ավանդություններ ունեին, որով մարդկանց խաբել են, դրանք դարձել էին իրենց ձեռքերում լծակ մարդկանց ղեկավարելու համար։ Մարդիկ սարմանում էին, այսինչեր գիտեն, այնինչ մարդահնար ուրեմն ավանդություններ են եւ Հիսուս հետեւյալ ասաց Մատթեոս 15:6 Ձեր ավանդությունների պատճառով Աստծո պատվիրանքը խափանել եք։ 2000 տարի գալիս ենք դեպի մեր օրերը, իրավիճակ ինչպես կարող են գնահատել, այս խոսքը արդիական է նաեւ այսօրվա համար։ Նույն մարդահնար ավանդություններ, հայրաբանություններ, սրբերի մասունքներ, հոտած ոսկորներ մարդկանց խաբել են, իբրև թե իրենք իմաստուն են։ Եվ մարդկանց իրենք առաջնորդում են, տրնդեզի կրակը իրենք են վառում։ Վարդավարի ջուրը խաչը դնում են մեջը, օրտնեցի եւ կնքեցի, օրտնեցի եւ մարդկանց տալիս են, որպեսզի իրար վրա լցնեն, հեթանոսական տոները մարդկանց դրել են դրանց վրա եւ սա է իմաստությունը, սա է ընթացքը հոգեվոր։ Մատթեոս 23-րդ գլխում Տեր Հիսուս վայերի շարք կարդաց։ Վայ ձեզ, դպիրներ, փարիսեցիներ, քահանաներ
Եվ ամբողջ մեկ էջ կարդում ենք այդ մասին։ Տերը իմաստուն կարծվածներից պահել է իմաստությունը և տվել է տղայոց։ Ովքեր են այդ տղաները։ Անգլերենում եթե կարդաք որոշ թարգմանություններ baby է գրված։ Բայց որ լեզվին գնանք, որպեսզի չսխալվենք, հունարեն, բնագրին, նեպիոս, որ հոգնակի է, տղաներ է նշանակում, նեպի, տղա, նեպիոս, տղաներ, մանկահասակ երեխային ի նկատի ունի, լավ, Տեր Հիսուս ասում ես, որ նրանց տրվեց, Հիսուսի հոգը այդ մանկահասակ երեխաներն էր, որ նրանք այդ իմաստությունը ստանան, ինչի համար այս խոսքը ասած։ Բացատրությունը եկեք կարդանք Մատթեոս 18-րդ գլխում, առաջի 10 համարներն է։ Նույն ժամանակ աշակերտները Հիսուսի քով եկան եւ ասին. Ով է մեծ երկնքի թագավորության մեջ։ Եվ Հիսուս տղամը կանչեց իրեն, Զանիկա անոնց մեջտեղը կայնեցուց եւ ասավ. ճշմարիտ կսեմ ձեզի, եթե դարձի չգաք ու տղոց պես չլակ, երկնքի թագավորությունը բնավ պիտի չմտնեք։ Ուստի ով որ իր անձը այս տղու պես խոնարեցնե, անիկա է մեծ երկնքի թագավորության մեջ։ Եվ ով որ այսպիսի տղամը կընդունի իմ անունովը զիս կընդունի։ Ով որ գայթակղեցնե այս պստիկներն մեկը, որոնք ինձի կհավատան, աղեկ է անոր, որ իր պարանոցեն էշի աղացքի քարմը կախվի ու ծովու անդունդը ընկղվի։ Սա պատժի միջոց էր, որ հեթանոսներն էին կիրառում, պատկերացնում եք ինչ խոսք է ասում։ Հեթանոսներին իրենք ատում էին եւ այս բանը թող ասում է այդպիսի հետ կատարվի, ով որ այդ տղաներից մեկին գայթակղեցնե։ Ովքեր են այդ տղաները, հա, ինչի մասին է խոսքը, 8 տարեկանը տղա է կոչվում, 18 տարեկանին էլ են տղա ասում, չէ, հունարենի թարգմանությունից դուրս է գալիս մանկահասակ երեխայի, մանկահասակ երեխան ինչով է աչքի ընկնում, պարզամիտ է, մեծ ինչ որ իրեն ասում է, ընդունում է, վստահում է, և Հիսուս ասում է, հայրը իմաստուն կոչվածներից պահեց այդ բանը և տվեց նրանց, ովքեր որ պարզամտորեն պիտի ընդունեն այդ երեխաների նման։ Այսինքն Աստծո ասած խոսքի վրա չպիտի ասեմ, բայց դա այդ ինչպես կարող է տեղի ունենալ։ Աստծո խոսքը ասում է, կա մեռելների հարություն, հավատում ենք անվերապահորեն, կա որ մեկը չի հավատում։ Եթե չի հավատում, ինքը ճշմարիտ հավատացյալ չէ։ Որովհետև մենք որ Աստծուն ենք հուսացել, նրան որ մեռելները հարուցանում է, Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ ովքեր որ իրենց իմաստունի տեղ են դրել, թույլ է տալիս, որ սատանայի պատրաստած լաբիրինթոսների մեջ ուրեմն մոլորվեն։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 19-20 համարը, որ նաև մեջ բերված է Եսայի 29-ի 14-ից, գրված է. իմաստունների իմաստությունը պիտի կորցնեմ։ Նրանք ովքեր որ իրենց իմաստուն են կարծում կամ մարդկանց վրա համարում ունեն, որ իմաստուն մեկն է։ Հանճարների հանճարը պիտի խափանեմ, Աստված է ասում։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Այդ հիմարացում ինչի միջոցով է գալիս։ Խաչի քարոզությունը անհավատների համար ինչ է։ Հիմարություն է, բայց մեզ համար Աստծո զորությունն է։ Որովհետև անհավատ մարդը Հիսուսի կերպարը խաչի վրա տեսնում է տկար մեկի
ում հետ ինչպես ուզեցին վարվեցին, այդքան ծաղրեցին, չարչարանքի ենթարկեցին, ի վերջո խաչեցին, իբրև մեկը, որ բոլորովին կարողություն չուներ ինքը իրեն ազատելու։ Եվ ասում են, եթե դու ինքդ խաչից ելնես կհավատանք։ Սակայն խաչի միջոցով պիտի լիներ մարդկության փրկությունը, խաչի մահվանից հետո պիտի գար հարության կարգը։ Կարդանք Կորինթացիների առաջին նամակ 3-րդ գլուխ 18-ից 20 համարները։ Չլա որ մեկը ինք զինք խափե։ Եթե ձեզ մեկը զինք իմաստուն սեպե այս աշխարհի մեջ, թող հիմարը լա, որպեսզի իմաստունը լա։ Վասնզի այս աշխարհի իմաստությունը Աստծո առջև հիմարություն է։ Վասնզի գրված է, թե անիկա իմաստունները իրենց խորամանկության մեջ կբռնե։ Եվ դարձյալ Տերը գիտի իմաստունների խորհուրդները, որոնք ունայն են, դատարկ են։ Ուրեմն մեկը թող չպարծենա մարդով, ով որ պարծենա, միայն թող Տիրոջմով պարծենա։ Լավ, հիմա հասանք կուլմինացիոն կետին, պիտի պարզենք այդ ծածուկ բանը ինչ է, որ Աստված աշխարհի իմաստուններից պահեց եւ ում տվեց, տղայոնց տվեց, նրանք ովքեր որ պարզ հավատքով Աստծուն պիտի մոտենան, խոնարհ սրտով Աստծուն պիտի մոտենան։ Իդեպ սա աշխարհի մեծագույն գաղտնիքն է։ Եթե այդ գաղտնիքը քեզ համար բացված է, դու երջանիկ մարդ ես։ Պատրաստ եք թե չէ։ Ուրեմն այդ ծածուկ գաղտնիքը պիտի բացահայտվի։ Այն ոչ թե այսինչի, այնինչի երազիով, տեսիլքով, անհատական իրեն եղած հայտնությունով է մեջտեղ գալիս։ Իդեպ վերջին ժամանակներում շատ ու շատ այդպիսի բաներ կլսեք։ Տերը ինձ հայտնեց, Տերը ինձ ասաց, 3 օր ծոմ պահեցի, Տերը չգիտեմ ինչեր տվեց, որ մարդահաճությամբ մարդ փառավոր են։ Այլ միմիայն Աստծո խոսքի միջոցով, բացառապես Աստծո խոսքի միջոցով, շատ ձևերով եւ շատ կերպերով Աստված առաջ խոսեց հայրերի հետ, մարգարեների հետ, բայց վերջին ժամանակները Քրիստոսով, որ հայտնվեց, իր որդիով, խոսքով, լոգոսով է խոսում։ Մենք անշուշտ չենք բացառում այն պարագաները, որ երկրներ եւ տեղեր, որտեղ Աստված ժողովուրդ ունի, բայց այնտեղ չկան, եկեղեցի չկա, քարոզիչ չկա, սուրբ գիրք չկա, ուրիշ հավատացյալներ չկան, որ Աստված երազով ու տեսիլքով էլ կարող է առաջնորդել։ Բայց ներկա դարում Աստծո գործելակերպը Սուրբ Հոգի միջոցով խոսքին համապատասխան է։ Եկեք Ղուկասու ավետանից կարդանք, Մատթեոսի հետ զուգահեռաբար է գնում, մի փոքր տարբեր է, որտեղ մեկը մյուսին լրացնում են։ Ղուկասու 10-րդ գլուխ 21-22 համարները։ Նույն ժամուն Հիսուս հոգիով ուրախացավ։ Եվ ասավ. շնորհակալ եմ քեզ մեով Հայր, Տեր երկնի ու երկրի, որ այս բաները ծածուկ պայեցիր իմաստուններ են եւ գիտուններ են եւ տղայոց հայտնեցիր։ Այո, ով Հայր, վասնզի քո առջևդ այդպես հաճելի եղավ։ Ամեն բան ինձի տրվեցավ իմ հորմես, եւ մեկը չի գիտեր ով է որդին, բայց միայն հայրը, եւ թե ով է հայրը, բայց միայն որդին, եւ նա որուն որդին կուզե հայտնել։ Առանց Հիսուս Քրիստոսի Աստված ճանաչություն չկա։ Հայրը որդու համար վկայեց, սա է իմ որդիս, որդին եկավ հորը ներկայացրեց։ Ասեցին, միայն հորը ցույց տուր եւ մեզ բավարար է։ Հիսուս ինչ ասաց։ Ես եւ հայրը մեկ ենք։ Հայրը իմ մեջս է եւ ես հոր մեջ եմ։ Ինձ տեսակ, հորը տեսակ։ Ուրեմն Հիսուսով ենք ճանաչում ճշմարիտ Աստծուն։ Այդ նույն Աստվածը, որ ինքնիշխան է,
Սավրեն, ամենազորեղ է, ամենագետ է, կանխագետ է, երկինք ու երկիր ստեղծող Աստված է, մարդկության ստեղծիչն է, հայրը մարդեղացավ, որպես որդի պաշտոն ընդունեց և եկավ ներկայացավ մարդկությանը։ Եվ որդին մատնանշեց հորը, հայրը մատնանշեց որդուն։ Այդ նույն ստեղծիչ Աստվածը, որ ամեն բան է ստեղծել, ինքը Տեր Հիսուս Քրիստոս է։ Մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Առաջ Տիմոթեոս 3:16 Աստված մարմնով հայտնվեց եւ վերջո նաեւ փառքով համբարձվեց օրհնյալ է մեր Տերը։ Ուրեմն փրկության գործի համար Աստված մարդեղացավ, որովհետև ուրիշ մեկը չկար։ Աստված ինքը ձեռնամուխ եղավ փրկության գործին, որպես մանուկ ծնվեց, որպես որդի եղավ, փրկչի պաշտոնը ընդունեց, իր կյանքը զոհեց, որովհետև արդարի միակ արդարի արունը պիտի թափվեր, որպեսզի այդ արյունը կենսունակ լիներ մեղքերի թողության եւ քավության համար։ Եվ դա միմիայն Տեր Հիսուսի արյունն էր, ով թեև մարմնով հայտնվեց, բայց ադամական բնությանը հաղորդ չեղավ, իր մեջ միայն աստվածային լեցունությունն էր։ Ապա նաեւ պիտի կարդանք Ղուկասու, որտեղից որ կարդացինք 10-րդ գլխի 23-24 համարները։ Աշակերտներին դառնալով ասավ. երանի այն աչքերին, որոնք ձեր տեսածները կտեսնեն։ Քանզի կսեմ ձեզի, թե շատ մարգարեներ ու թագավորներ ուզեցին ձեր տեսածները տեսնել։ Եսային, Երեմիան, Եզեկիելը, Դանիելը, Դավիթ թագավորը, չէ՞։ Նրանք ովքեր հավատքով նայում էին գալիք Մեսիային, փրկչին, բայց չտեսան, եւ ձեր լսածները լսել, բայց չլսեցին։ Ահավասիկ, աշակերտներ, դուք երջանիկ մարդիկ եք, որովհետև Հիսուս ձեր առջև է կանգնած, այն երկինք ու երկիր ստեղծող Աստվածը։ Թովմասը տեսավ եւ ասաց. իմ Տերս ու իմ Աստվածս։ Հիսուս ինչ ասաց նրան. երանելի են բոլոր նրանք, ովքեր որ չեն տեսնում ու հավատում են։ Երանելի ենք սիրելիներ, որովհետև չենք տեսել, բայց հավատում ենք, որ Հիսուս Տեր է, Հիսուս Աստված է, Հիսուս Փրկիչ է, Տեր Տերած, Թագավոր Թագավորած է, միակ ամբողջ տիեզերքում իր նման մեկը չկա, օրհնյալ է այս անունը հավիտյանս հավիտենից։ Այս ծածուկ բանը, այս գաղտնիքը ամենքին չի տրվում, այս սա է հարցը։ Տեր Աստված, բայց ինչու չի տրվում։ Ասվեց, ում որ որդին ուզի հայտնել։ Սա կարևոր հարց է։ Սա նաև վարդապետական հարց է, որի վրա շատ, այսինքն խմորումներ կան, որ Աստված, այսինքն կամայական ձևով, ում ուզում է ընտրում է, մյուսներին մերժում է։ Քննենք։ Պետրոս առաքյալը իր երկրորդ նամակի 3-րդ գլուխի 9 համարում ասում է. Աստված երկայնամիտ է, վասնզի չի ուզում, որ որևէ մեկը կորցվի, այլ որ բոլորը ապաշխարեն։ Տեր Աստված, քանի որ դու ուզում ես, որ բոլորը ապաշխարեն, չէ՞, դե այնպես արա, որ բոլորն էլ ապաշխարեն, որովհետև բոլոր մարդիկ քո ձեռքերիդ գործն են, եւ դու այնքան սիրեցիր համայն մարդկությանը, քո որդիդ զոհեցիր, որպեսզի ով որ հավատա, դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Բայց բոլորը չէ, որ ապաշխարում են։ Ապաշխարությունը ում կողմից է, Աստված է շնորհում, թե մարդու կողմից է դա։ Եթե Աստծո կողմից է, Աստված սիրող հայր է, բոլորին կտա այդ ապաշխարությունը եւ վերջ։ Սատանան կմնա
փշլարերի վրա կախված եւ իր հրեշտակների հետ միասին եւ մարդկությունը կազատագրվի նրա ճիրաններից, բայց մենք այդպես չենք տեսնում։ Այսօր շատեր ու շատեր մերժում են ապաշխարելու համար հավատալ է պետք։ Հավատալը մարդու կողմից է, սա սկզբունք է, ով որ հավատա, տասնյակ համարներ Սուրբ գրքի մեջ, ով որ հավատա, պայման է սա։ Եկեք Մատթեոսի 13-րդ գլխից մի քանի համարներ կարդանք, ավելի լավ կհասկանանք, թե ինչու բոլորը չեն, որ ապաշխարում են կամ հավատում են։ Մատթեոս 13-11 համարից Հիսուս է խոսում, ասոր համար, որ ձեզի տրվեցավ գետնալ երկնքի թագավորության խորհուրդները, բայց անոնց տրված չէ։ Վասնզի ով որ ունի, անոր պիտի տրվի եւ պիտի ավելնա, եւ ով որ չունի, ունեցածն էլ անկե պիտի առնվի։ Ինչ է նշանակում ով որ ունի, ինչ ունի։ Տներ, պարտեզներ, բան, ինչ ունի։ Ով որ հավատք ունի, նրան ավելի պիտի հավատք տրվի։ Ով որ չունի, բայց կարծում է որ ունի, նրանից դա էլ պիտի վերցվի։ Ասոր համար առակներով կխոսիմ անոնց, որ կտեսնեն ու չեն տեսներ, եւ կլսեն ու չեն լսեր, ու միտք չեն առնում։ Այսինքն իրենց համար սա կյանք չի դառնում, որովհետեւ հավատքով խառնված չէ։ Լսում են լսած լինելու համար։ Հիսուսի հետևից որքան մարդիկ էին գնում, չէ՞։ Ինչի համար էին գնում։ Հրաշքներ էին տեսել, իրենց ստամոքսները լեցվել, այ դրա համար։ Այդքան հրաշքներ տեսնելուց հետո գնացին ասին, ինչ հրաշք ցույց կտաս, որ հավատանք։ Ասոնց վրա պիտի կատարվի Եսայի մարգարեությունը, որ կսե. լսելով պիտի լսեք ու պիտի չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք։ Վասնզի այս ժողովրդի սիրտը թանձրացավ եւ իրենց ակաժներով ծանր լսեցին ու աշկերնին գոցեցին։ Այսինքն թեև լսում են, բայց այդ լսելու մեջ փնտրտուք չկա ճշմարտություն հասկանալու։ Եթե մեկը լսում է եւ հավատքով ընդունում է, այդ հավատքը իր մեջ ձևավորում է։ Որպեսզի չլա թե աշկերով տեսնեն, ականջներով լսեն ու սրտով իմանան եւ դարձի գան եւ զանոք բժշկեն։ Բայց երանի է ձեր աչքերուն, որոնք կտեսնեն, ձեր ականջներուն, որոնք կլսեն։ Քանզի ճշմարիտ կսեմ ձեզի, թե շատ մարգարեներ եւ արդարներ փափագեցան ձեր տեսածները տեսնելու եւ չտեսան, լսածները լսելու եւ չլսեցին։ Ուրեմն տասնյակ համարներ, որոնք ներկայացնում են հավատքի որպես ֆակտոր, գործոն կարևորությունը։ Աստված հավատք է փնտրում մարդկանց մեջ։ Փրկությունը Աստծո կողմից տրված նվեր է։ Հիսուսի արյան արժեք ունի, գին ունի։ Այն ձրիորեն է տրվում եւ կոչվում է շնորհք, grace, благодать ռուսերենով կամ հունարեն խարիս։ Եփեսացի 2-րդ գլուխ եւ 8 համարը շատ ցցուն ձևով ներկայացնում է։ Շնորհքով փրկված եք, այսինքն փրկության միջոցը շնորհքն է, ձրի է տրվում։ Բայց ինչպես հավատքի միջոցով, հավատքը նախապայման է, շնորհքը Աստծո կողմից է տրված, հավատքը մարդկային պատասխանատվությունն է, որ մարդը պիտի ցուցաբերի։ Այսինքն այդ տրված շնորհքը ինքը հավատքով պիտի ստանա։ Եվ Աստված մարդկանց ազատ կամքի վրա չի բռնանում։ Մարդը ինքը պիտի իր սիրտը խոնարհեցնի, ինքը պիտի որոշում ընդունի, ովքեր որ Հիսուսին ընդունեցին, իսկ ովքեր չընդունեցին, սատանայի որդի մնացին, այդպես է։ Լսելուց հետո մարդը պիտի արձագանքի։ Սա հավատքն է, այո ասի, սիրտը չխստացնի, քանի համարներ կան, ձեր սիրտը մի խստացրեք։ Տիտոս 2-րդ գլուխ 11 համար, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ։
բոլոր ասածը ինչ ենք հասկանում, համայն մարդկությանը առանց բացառության այդ շնորհքը հայտնված է, Հիսուս համայն աշխարհի փրկիչն է, այսինքն that grace is available, մնում է, որ մեկը այն ընդունի, վերցնի, ով որ հավատքով ընդունի, նրա կյանքի մեջ իրողություն կդառնա։ Եվ սրտերը, երիկամունքները քննող Աստված գիտի մարդու ամբողջ էությունը։ Մեր ամեն մեկ բջիջը Տերը գիտի։ Մեր խորհուրդները գիտի։ Երեկվան, այսօրվանը, վաղը ինչ պիտի մտ, ամեն բան Տերը գիտի։ Տերը ի հավիտենից գիտեր, ովքեր, երբ, որ դարում, որ թվին, որ ամսին, որ օրը, որ ժամին, ինչ պարագաների մեջ, ում վկայությամբ, կամ գիրքը կարդալով, պարագաները շատ են, Տերը գիտեր, որ պահին է, որ մարդը իր սիրտը պիտի խոնարհեցնի և հավատքով այդ խոսքը պիտի ընդունի, հետևաբար նաև Տերը ինչ է անում, այցելում է, օգնում է, որ այն իրողություն դառնա, կարդանք Կորինթացիների 2-րդ նամակ 6-րդ գլուխ առաջի 2 ամաները։ Ուստի մենք ալ գործակիցը լալով կաղաչենք, որ Աստծո շնորհքը պալապ տեղը ընդունած չլակ, այսինքն կյանք դառնա ձեր մեջ, օդի մեջ չմնա այդ շնորհքը, Աստված դրա համար իր որդի արյունով է վճարել, վասնզի ընդունելի ժամանակի մեջ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնություն արեցի, այս նույնը Հին ուխտի մեջ էլ է գրված, Եսայի 49-ի 8-րդ համարն է։ Սա այս համարը կոչվում է զոդիչ համար, սվարկա առնող համար, այսինքն մարդը իր անձնական կարողություններով չի կարող Աստծուն ճանաչել, բայց փափագը կա, բայց ցանկությունը կա, Աստված նրան օգնում է, Սուրբ Հոգու միջոցով։ Նաև 2-րդ Կորինթացի 5-րդ գլուխ և 20 համար։ Ուրեմն, Քրիստոսի կողմանե դեսպանություն կնենք, որպես թե Աստված ինքը մեր միջոցով կոչ կուղե։ Մենք կաղաչենք ձեզի, Քրիստոսի կողմանե հաշտվեցեք Աստծո հետ։ Պողոս առաքյալը դեսպանի գործն է ստանձնել, ասում է, Աստծո կողմից դեսպանություն եմ անում։ Եվ ձեզ բոլորիդ առաջարկում են, որ այդ շնորհքը, այդ փրկությունը ընդունեք։ Ինչ բառ գործածեց, հաշտվեք։ Եթե մարդը անկարող լիներ հաշտվելու, այս բանը չպիտի գրվեր։ Ուրեմն ունի կարողությունը հաշտվելու։ Այստեղ ինչ կա, ազատ կամք 100%-ով։ Հիսուս Հովանու 15-րդ գլուխ 16 համարում ասում է. դուք ինձ չընտրեցիք, հապա ես ձեզ ընտրեցի 100%-ով։ 100%-ով մարդը ով է, որ կարողանա ընտրի։ Աստված է ընտրում, եւ այդ իր ընտրությունը աշխարհի հիմնադրությունից առաջ էր։ Բայց ում է ընտրում, Աստված գիտեր, ովքեր են, որ իր կոչին կատարած փրկությանը պիտի արձագանքեն, պիտի հավատան, այո պիտի ասեն, իրենց սիրտը չպիտի խստացնեն, նրանց էլ ի հավիտենից ընտրեց։ Հասկանում ենք Աստծո մեծությունը, չափ ու սահման չունի, տիեզերքներից վեր է իր մեծությունը, աշխարհի հիմնադրությունից առաջ ամեն մեկ խորհուրդ իմանա մարդու և իմանա, թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ որոշումներ, ընտրություններ պիտի անի, միայն կարելի է զմայլվել այսպիսի իմաստության վրա։ Ուրեմն ինքը գիտեր, ովքեր որ իրեն պիտի ընդունեն, նրանց էլ ընտրեց։ Մենք չգիտենք։ Մենք իմացանք, երբ որ եղբայրներ և քույրեր ճանաչեցինք և տեսանք և շոշափեցինք ու հասկացանք, որ
մեր բոլորի մեջ նույն Սուրբ Հոգին է, Աստծո Հոգին է, Քրիստոսով եղբայրներ եւ քույրեր դարձանք։ Բայց Աստված դեռևս աշխարհի մեջ մարդիկ ունի, որոնք դեռևս իրեն չեն եկած։ Եվ քանի որ մենք չգիտենք, մենք էլ Պողոս առաքյալի նման դեսպանություն պիտի անենք մարդկանց, այսինքն Քրիստոսի ավետանի փրկարար լույսը մարդկանց պիտի տանենք, պիտի քարոզենք, պիտի վկայենք, պիտի դավանենք, որովհետև մեկ ասված խոսքը կարող է մարդու կյանքը փոխել։ Մի քանի անգամ ասել ենք, ըստ Աստծո խոսքի վրա հիմնվելու, որևէ մեկը պատահականորեն դժոխք չի գնալու։ Այսինքն, եթե դժոխք գնում է, այս կյանքի մեջ ինքը որոշել է, որ պիտի գնա։ Չգիտեր, որ դժոխք պիտի գնա, բայց Աստծուն մերժելը արդեն դժոխքի ճանապարհը բռնելն է։ Եվ որևէ մեկը պատահականորեն երկնքում չի հայտնվելու, եթե Քրիստոսի արդարության ճերմակը հագած չլինի։ Ուրեմն այս կյանքի մեջ է որոշվում ամեն բան։ Եբրայեցիս 9:27 համար ինչ ասում, մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Մահից հետո որևէ բան չի փոխվում, մարդու գնացած տեղը չի փոխվում։ Խավարան չկա, խաբեություն է, կամ դրախտը Աստծո ներկայության մեջ, կամ դժոխքը, որ իրական վայր է, որտեղ կա լալ եւ ակրաների կրճտոց հավիտյանս հավիտենից։ Սելի հայորդի, եթե Քրիստոս քո կյանքի մեջ Տեր եւ Փրկիչ չէ, կարող է հենց այսօր լինել այդ բանը։ Եթե նրան հավատքով ընդունես, հրավիրես քո կյանքի մեջ, քո մեղքերդ նրան խոստովանես, մտիր քո սենյակդ եւ առանձին, սրտիցդ եկած պարզ աղոթքով, խոնարհությամբ նրան կանչի քո կյանքի մեջ։ Աստված սպասում է դրան եւ անպայմանորեն կարձագանքի եւ կգա ու քո մեջ բնակություն կհաստատի։ Ասած ես եւ հայրը պիտի գանք եւ ընթրիք պիտի անենք, այսինքն իր ներկայությունը պիտի գա քո կյանքի մեջ։ Ուրեմն այդ ծածուկ գաղտնիքը, որ մեզ տրվեց, մենք էլ պետք է որ ուրիշներին փոխանցենք։ Այսօր շատ ընդունված է եւ սա սատանայի ձեռագիրն է։ Հիսուսի վերաբերյալ մարդկանց իմացած անգամ հավատացյալները չեն ասում կղերական դասը։ Ով է Հիսուս? Աստծո որդին։ Աստված է? Աստծո որդին։ Բայց Աստված է թե ոչ։ Հստակ պատասխան չկա։ Աստծո որդին։ Դա պաշտոն է, որ Հիսուս ստանձնեց, բայց ինքը Աստված է, մարմնով հայտնվեց։ Աստված ասում է. իմ խորհուրդներս ձեր խորհուրդներից այնքան բարձր են, որքան որ երկինքը երկրից բարձր է։ Այո, մենք շատից քիչը գիտենք, բայց որքան որ գիտենք, Փառք Աստծո, հաստատակամ գիտենք եւ հաստատակամ էլ այդ մասին խոսում ենք։ Հիսուս եկավ, հորը ներկայացրեց եւ հայրը որդուն ներկայացրեց։ Եվ այս ճշմարտությունը իմանալով մենք ցնծում եւ ուրախանում ենք։ Ամեն մարդ կարող է այս ցնծությունը իր սրտի մեջ ունենալ, եթե իր սրտի մեջ հրավիրի Տեր Հիսուս Քրիստոսին։ Հավիտյանս հավիտենից պիտի զմայլվենք Աստծո գործերով։ Որքան խոսենք, կարող ենք խոսել այդ մասին, որովհետև այնպիսի գործեր արեց, որ միջև մեր կյանքի վերջ էլ պիտի դավանենք։ Բայց քանի որ այսօրվա քարոզաժամը ավարտվեց, ուստի եկեք հետևյալ խոսքերով ավարտենք այսօրվա նյութը եւ կարդանք Հռոմեացիների 11-րդ գլխից 33-ից 36 համարները։ Ով Աստծո մեծության եւ իմաստության ու գիտության խորունկությունը, ինչպես անքննելի են իր դատաստանները եւ անզննելի են իր ճանապարհները, վասնզի ով գիտցավ Տիրոջ միտքը, կամ ով նրան խորհրդակից եղավ, կամ ով որ նախապես նրան բան մտվավ, որ փոխարենը իրեն տրվի,
վասնզի ամեն բաները անկե անով եւ նրա համար են իրեն փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնիր խոսքը ձեզանից ամեն մեկին, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ You